Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, բարև ձեզ։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Ադամյան, ավարտվեց ընտրական փուլը Հայաստանում խորհրդանական ընտրությունների, Սահմանադրական դատարանը ևս հրապարակեց վճիռը, որով անփոփոխ մնացին արդյունքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած եւ ընդդիմությունը խորհրդարան անցած հայտարարում է, որ վերցնում է մանդատները, ինչ դիտարկումներ ունեք այս process-ի շուրջ։ Փաստորեն մենք այսօր պատմական օր ենք հանդիպում, որովհետեւ ընտրություններից ուղիղ 1 ամիս է անցել։ Եվ տեսեք, շատ տարօրինակ է այդ ամբողջ պատմությունը շուրջ 1 ամիս ձգվող, երբ ընդդիմությունը հայտարարում էր, թե իբր խորհրդակցում է մանդատ վերցնել, չվերցնելու եւ այլնի մասին, դեպետ առաջին իսկ օրվանից, երբ նախնական արդյունքները հայտնի էին, միանգամայն պարզ էր, որ լավ էլ վերցնելու են մանդատները, ու ընդհանրապես մանդատ կա վերցնեն, թե մանդատ չեն վերցնի, բացարձակապես իրենց որոշել է, թե չէ։ Գիտեք, շատ ավելի հետաքրքիր է այն փաստը, թե իրենք ինչի համար են մանդատները օգտագործելու։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքը հայտարարում էր, որ մանդատը զենք է։ Եթե մանդատը զենք է, թույլ տվեք հարցնել, ում վրա եք դուք կրակելու։ Եթե նայում ենք իրենց դրած խնդիրները, թե իրենք ինչի համար պետք է մանդատը օգտագործեն, ստացվում է, որ իրենք պատրաստ են եւ պատրաստվում են կրակել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու վրա, որովհետև այն խնդիրները, որ իր առաջ դրել է Հայաստան դաշինքի 9-րդ գումարման ազգային ժողովում, ինքնաբերաբար նշանակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ոչնչացում, նշանակում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված խաղաղության համաձայնագրի չստորագրում եւ բնականաբար նշանակում է ոչ տրիպին, որովհետեւ այն ամենը, ինչ Հայաստան դաշինքը իր քարոզարշավում հնչեցրել է, դա ընդհանրապես նշանակում է ընդհակայություն Ռուսաստանին։ Եկեք անդրադառնանք խորհրդարանական մյուս ուժին, որը մեծամասնություն ունի փոքրամասնության մեջ, ոչինչով հետ չեն մնում, բացարձակապես ոչինչով հետ չեն մնում Հայաստան դաշինքից։ Գրեթե նույն նպատակները մի քիչ ավելի մեղմ ձևակերպված, մի քիչ ավելի այսպես տարտղնված ձևակերպած ու ինչ ենք մենք ստանալու 9-րդ գումարման ազգային ժողովում։ Արդյոք մենք դեռ գործող խորհրդարանում երանի չենք տալու բանավեճների բովանդակության, բանավեճների բառապաշարի եւ ընդհանրապես իշխանության ու ընդդիմության բախումների միջև։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դե ֆակտո խորհրդարանում չի կարող լինել ընդդիմություն, որովհետեւ խորհրդարանում թե իշխանությունը, թե մեծամասնությունը, թե փոքրամասնությունը իշխանություն են։ Քաղաքագիտությունը դա է սովորեցնում, երկուսն էլ իշխանություն են։ Պարզապես մեկը փոքրամասնությունն է, մեկը մեծամասնությունն է։ Բայց Հայաստանի Հանրապետության խորհրդարանների պատմության մեջ այդ գիտակցությունը երբեք չի եղել։ Շատ հաճախ ընդդիմությունները հանդես են եկել իբրև կազմաքանդող ուժ, ամենայն դեպս հեղափոխությունից հետո հանդես են եկել իբրև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի տակ դնող ուժ։ Ես վստահ եմ, որ 9-րդ գումարման խորհրդարանի փոքրամասնությունը ևս այդ նշանաբանով է գործելու, իմ վստահությունը հենված է իրենց հայտարարությունների վրա։ Ամենայն դեպս արձանագրենք նաև, որ 9-րդ գումարման խորհրդարանը չստացված խորհրդարան է, ի սկզբանե, որովհետև բոլոր քաղաքական ուժերը, որ ընտրություններին մասնակցության հայտ էին ներկայացրել, թե նրանք, որ խորհրդարան չմտան առավել ևս, թե նրանք, որ խորհրդարան մտան, չստացան իրենց ցանկացածը։ Քաղաքացիական պայմանագիրը 65+ էր ասում, Սահմանադրական մեծամասնություն չունի, Ռոբերտ Քոչարյանը կլասիկ ձևով մաշեց սեփական քոքը եւ այս պարագայում ունի 12 պատգամավոր ընդամենը 12 մանդատ, դե ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, ամենայն դեպս ուժեղ Հայաստանը առ այսօր չունի վարչապետ եւ առաջիկա 5 տարիներին կարծում եմ վարչապետ չի էլ ունենա։ Այսինքն, գիտեք, եթե պրոյեկտում ենք այս ամեն ինչը հանրության վրա, ընտրողների վրա, ստացվում է, որ խորհրդարան մտան այն ուժերը, որոնք այս ընթացքում չունեին բացառությամբ իշխանության քաղաքական հստակ տեսակետի, որոնք այս ընթացքում չունեին գաղափարական հենք,
պարզապես նրանք մտան խորհրդարան միայն թերևս մեկ պատճառով, որ գործող իշխանությունը իր իշխանավարման 8 տարիներին քաղաքական գնահատական չտվեց այդ ուժերին, որտեղ եթե այդ ուժերին տրվեր քաղաքական գնահատական, նրանք խորհրդարանում չէին հայտնվի, նրանք հայտնվեին բոլորովին համենայն դեպս օրենսդիր մարմնից բավականաչափ հեռու կառույցներում։ Այս է Իսկ հիմա երբ օրինակ հայտարարում են, որ զուգակցելու են փողոցը խորհրդարանական աշխատանքին, հնարավոր է արդյոք ընտրություններից մեկ ամիս անց փողոց գեներացնել, երբ մենք չտեսանք այդ մեկ քաղաքացի, ով մինչև այս պահը օրինակ փողոցում բողոքի ընտրությունների արդյունքներից։ Ընտրություններից մեկ ամիս անց փողոց գեներացնելու խնդիր կարծես իրենք էլ չեն դնում, իրենք ասում են X պահին։ Որովհետև օրինակ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր, եթե ինքը իշխանության չգա, հեղափոխություն է անելու։ Դուք հեղափոխություն տեսել եք Հայաստանում։ Չգիտեմ, եթե ինչ-որ մեկը հեղափոխական Քոչարյանն էլ չենք տեսել։ Հեղափոխական Քոչարյանն էլ չենք տեսել, ավելին, չենք տեսել նաև այդ փոփոխությունների կարգախոսով ուժեղ Հայաստան, որովհետև այս բոլոր ուժերը էլի եմ ասում, մեկ խնդիր ունեն, կասեցնել Հայաստանի Հանրապետության ընթացքը դեպի արևմուտք, կասեցնել Հայաստանի Հանրապետության ընթացքը դեպի Եվրամիություն, եւ դա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Նրանք իրականացրին այո քարոզչական ահաբեկչություն, որը ոնց ուզում եք վերցրեք, ամենայն դեպս գործող օրենքներով միանգամայն պատժելի էր։ Ես կարծում եմ դուք եք տեղյակ, որ առասուր շարունակվում են հակակոռուպցիոն հանձնաժողովի ու քննչական մարմինների տարատեսակ բացահայտումները, որոնք վերաբերում են հիմնականում հենց այս ուժերին։ Բայց ինչ ստացավ հանրությունը այդ ամեն ինչի արդյունքում։ Ընտրություններից դեռ առաջ, քարոզարշավից առաջ էլ այս ամեն ինչը կար։ Գեթ մեկ մարդ առերևույթ գործած հանցանքի համար դատապարտվեց։ Այս պարագայում հարցը պետք է ուղղենք ոչ միայն նրանց, ովքեր այս կաշառքների առերևույթ կրկնում եմ կաշառքների ծավալուն գործընթացներն են նախաձեռնել, իրականացրել, ձայն գնել, ձայն գողացել, այլ նաև իրավապահ մարմիններին։ Իսկ ինչու չեղավ որևէ դատ, ինչու չեղավ որևէ մեկը, որը իր գործած առերևույթ հանցանքի համար կդատապարտվեր, որպեսզի մյուսների համար դա դաս լիներ։ Այսինքն մինչև դարավերջ դեռ պետք է շարունակենք բացահայտումները, մինչև դարավերջ դեռ պետք է պարզենք ով է կաշառք տվել, ով է կազմակերպիչը, ով գումարները որտեղից են փոխանցվել եւ այլն եւ այլն եւ այլն։ Դեք այս ամեն ինչը իշխանության գործն է, որովհետեւ իշխանությունն է ընտրությունների կազմակերպիչը։ Իշխանությունն ընտրությունների կազմակերպիչն է եւ իշխանության պարտականությունն է, որ այդ ընտրությունները լինեն հավասար մրցակցային պայմաններում։ Այսօր իշխանությունն ինքն է խոսում, որ հավասար մրցակցային պայմաններ չկային։ Ու բացատրում է, թե ովքեր անհավասար մրցակցային պայմաններ էին ստեղծել, մոռանալով, որ իր պարտականությունն էր, որ հավասար մրցակցային պայմաններ լինեին։ Ամենայն դեպս մոռանալով նաև, որ իր գործող խորհրդարանում դեռ մեծամասնություն ունեցող падգամավորները շատ լավ իմանալով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի Դաշնության հավակնությունները, իրենք բոլոր ամենաբարձր մակարդակներով բարձրաձայնելով Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմը, դե ֆակտո իրական գետնի վրա ռեալ պոլիտիկի մեջ ոչ մի քայլ չնախաձեռնեցին այդ ամեն ինչը կանխելու սոսկ հայտարարությունների, ազդարարումների, իրազեկումների մակարդակի վրա մնացին։ Օրինակ ինչ է խանգարում քաղաքացիական պայմանագրի падգամավորներին այն օրենքը, որ ընդունվեց ընտրություններից հետո, ընդունել ընտրություններից առաջ։ Ընտրական туриզմը, այո, ընտրական туриզմը կանխելու համար։ Ինչն էր խանգարում, իսկ կարծում եմ, Գուցե օրինակ չէին գնահատվել այդ ռիսկերը, որ այս չափ մեծ կարող է լինել, օրինակ, ինչ եք կարծում, դրա համար չէին կանխարգելել։ Ոչ, ես կարծում եմ, որ ռիսկերը շատ լավ էլ գնահատվել էին, ամենայն դեպս Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները կարող էին այդքան ինֆորմացիայի չտիրապետել, դա շատ նորմալ է, բայց իշխանությունը շատ լավ տիրապետում էր ինֆորմացիային, իշխանությունը շատ լավ տիրապետում էր ընտրակեղծարարության պոտենցիալ հնարավոր ընտրակեղծարարության ծավալներին։ Եվ շատ մեծ հարց է, թե այդ պարագայում ինչու չփոխվեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին օրենքը, կային տալով շատ ավելի լայն լիազորություններ, որպեսզի կարողանա
իր իրավասությունների շրջանակում այս ընտրակեղծարարությունը կանխել։ Համենայն դեպս կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգամ իր լիազորությունների շրջանակում իր այս պահին ունեցած հնարավորությունների, իրավասությունների, իրավունքների շրջանակում չկանխեց ուժեղ Հայաստանի անվավեր չճանաչեց ուժեղ Հայաստանի գրանցումը եւ չկանխեց նրա մասնակցությունն ընտրություններին հանրապետություն կուսակցության դիմումով համարելով այդ դիմումը չհիմնավորված դե ֆակտո համարելով չհիմնավորված հակակոռուպցիոն մարմնի բոլոր բացահայտումները։ Տեսեք, մենք ունենք մի պատկեր, որ պետական կառույցները դուրս են գալիս իրար դեմ իրենց գործունեությամբ։ Եվ վստահաբար ես ձեզ ասում եմ, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվեր իր բարձրության վրա եւ գործեր իր իրավասությունների շրջանակում ընտրությունների կազմակերպման ողջ պատասխանատվության գիտակցությամբ մենք այսօր ընտրությունների բոլորովին այլ պատկեր կունենայինք։ Մենք այսօր ուրիշ Հայաստան կունենայինք։ Այդ դեպքում օրինակ չէին ասի, որ հիմնական իր մրցակցին Փաշինյանը վախեցավ ասպարեզից դուրս բերեց, ինչպես օրինակ նախընտրական շրջանում շատ էին ասում։ Գիտեք, կա վախերը հավասարակշռելու մարտավարություն։ Այդ պարագայում դու չէիր ստանային խորհրդարանը, որտեղ քո այդ հիմնական մրցակիցը ցանկացած քայլում կշռակարիկ պես կախվելու է քո ոտքերից եւ թույլ չի տալու քեզ ազատ գործել։ Այդ պարագայում դու պետք է գնահատեիր Հայաստանի Հանրապետության զարգացման համար, որն է շատ ավելի մեծ ռիսկ։ Այն որ ինչ որ ուժեր, հանիրավի, քեզ կմեղադրեն, հանիրավի, ամենայն դեպս քեզ կմեղադրեն, որ դու քո գլխավոր մրցակցին, չգիտեմ, ասպարեզից դուրս ես բերում։ Իրականում ուժեղ Հայաստանը գլխավոր մրցակից չէր քաղաքացիական պայմանագրին, որովհետև եթե ընտրությունները գաղափարական են, ուժեղ Հայաստանի գաղափարը որն էր։ Որևէ մեկը ինձ այդ հարցին կարող է պատասխանել 300,000 ադրբեջանցիներ Հայաստան բերելը, եկեղեցիների տեղ մզկիթներ կառուցելը, որն էր ուժեղ Հայաստանի գաղափարը։ Քաղաքացիական պայմանագրի համար ուժեղ Հայաստանը բացարձակ մրցակից չէր։ Ուժեղ Հայաստանը ցանկացած ուժ է թվում քաղաքացիական պայմանագրի համար մրցակից էր սոսկ իս ֆինանսներով։ Այսինքն ինչ է ստացվում։ Այսօր Սամվել Կարապետյանն էր, վաղը մի ուրիշ մի երկրից թեկուզ, ոչ միայն Ռուսաստանից, եկեք դիտենք ոչ սպեկտրը։ Կարող է միլիարդները գրպանները դրած գալ այստեղ եւ երկիր գնել։ Դա է ստացվում։ Ես չեմ կարծում, որ քաղաքացիական պայմանագիրը այս ամեն ինչը չէր հասկանում, շատ լավ էլ հասկանում էր եւ բացարձակ մրցակցին ասպարեզից դուրս մղել ընդամենը պատրվակ է, բացարձակ կապ չունի, այն շատ կարեւոր, շատ մեծ, շատ պատասխանատու, վճռորոշ իրադարձության հետ, որոնք 2026-ի հունիսի 7-ի ընտրություններն էին։ Մենք չէինք ընտրում կոնկրետ իշխանություն այդ պահին։ Մենք բոլորս ընտրողներս միայն իշխանություն չէինք ընտրում, մենք ընտրում էինք Հայաստանի զարգացման ճանապարհը։ Սա ակնհայտ էր։ Սա ակնհայտ էր քարոզարշավից առաջ էլ։ Միանգամայն բոլորի համար պարզ էր 2020-ից հետո դեռ 2020-ից առաջ էր։ Բոլորի համար պարզ էր, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունում ուզում է հեղաշրջում անել։ Եկեք հաշվենք, արդյոք թեկուզ, ասենք ամառը կարող են մարդիկ շատ են տանջվել, շատ են հոգնել, գնալ հանգստանալու, բայց հիմա ինչ։ Մենք սեպտեմբերից թեժաշուն ենք ունենալու բոլոր այն նախորդ սցենարով, էլի քաղաքական հանգուցյալներին ասպարեզ են հանելու, էլի վերելու են վերկաց լաուներ, էլի դիմադրության տարատեսակ շարժումներ, վերստին հոգևորականներ են ներքաշելու, սառեցված, տաքացած, չգիտեմ ինչ հոգևորականներ են, նոր ուրիշ դեմքեր են ասպարեզ բերելու, այսինքն այդ դեժավյուն մենք պիտի նորից ապրենք, հա, դա է մեզ սպառնում։ Ես վստահեցնում եմ ձեզ, եւ վստահեցնում եմ ոչ միայն ձեզ, այլև բոլորին Հայաստանի Հանրապետության իրական օրակարգում բոլորովին այլ խնդիրներ են։ Մենք այսօր ունենք պաշտպանության խնդիր, մենք այսօր ունենք տնտեսության զարգացման խնդիր, մենք այսօր ունենք ոչ թե Ռուսաստանի անվերջ սպառնալիքներին, պատժամիջոցներին, չգիտեմ, Ռուսաստանը չպետք է լինի մեր քաղաքականության առանցքում, Ռուսաստանը պետք է լինի սոսկ մի երկիր, որի հետ Հայաստանը ունի այս կամ այն հարաբերությունները։ Աշխարհը բազմազան է, աշխարհում տասնյակ երկրներ կան։ Վերջին հաշվով մենք Ռուսաստանի պատանդը չենք եւ Ռուսաստանի գերին չենք։ Մենք պետք է մեր հարաբերությունները աշխարհի հետ զարգացնենք հավասարաչափ։ Պատահական չի, որ այս հայ-ռուսական, ինչ ասեմ, բուրըն բարեկամության բերումով
շնորհակալություն դեպ Պուտինին դրա համար, վերջապես Հայաստանի Հանրապետության իշխանությունը տեղից շարժվեց։ Այն բոլոր քայլերը, որ ինչ ասեմ, վերջին համենայն դեպս մի քանի տարիներին անդադ ասում էինք ինչ պետք է անել Հայաստանի Հանրապետությունում ռուսական մոնոպոլիաները կրճատելու համար, ինչ պետք է անել ԵԱՏՄ-ից անցնցում դուրս գալու համար, վերջապես դուրս եկեք այդ գրողի տարած հապկից դա ձեր առաջ վիթխարի հնարավորություններ է բացում։ Եթե չլիներ Ռուսաստանի Դաշնությունը, եթե չլիներ ցարը իր, ինչ ասեմ, վերջին բացահայտումներով առայն թե ինչքան է սիրում հայ ժողովրդին եւ ինչպես է վերաբերվում հայ ժողովրդի բերքին, որը դեռ ծառին է, բայց Ռուսաստանում արդեն պարզել են, որ այդ բերքի մեջ չգիտես կյանքի հետ անհամատեղելի ինչ վնասատուներ կան։ Այդ ամեն ինչը եթե չլիներ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ես սա խոր ցավով եմ ասում, իրոք խոր ցավով եմ ասում, առանց դույզն ինչ եկնանքի տեղից չէր շարժվելու։ Իսկ հիմա Ռուսաստանը կհամակերպվի այս արդյունքների հետ եւ իսկապես Ռուսաստանում մտածում էին, որ Սամվել Կարապետյանը կարող է վարչապետ դառնալ Հայաստանում։ Շնորհավորանքներ չկան, բայց երեք Միշուստինը օրինակ ասում էր, որ կաշխատեն հաջորդ կառավարության հետ եւ այլն։ Ինչ զարգացում է հնարավոր ձեր կարծիքով, որովհետեւ մեր այսպես ասած բարեկամ երկրներից միայն Ռուսաստանն է, որ այսպես արձագանքեց մեր ընտրությունների արդյունքներին։ Ես վստահեցնում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունում շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր գնացին եւ զայն տվեցին ինքնիշխանության պահպանման համար, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի եղել աղաշրջում, Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է նույն քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը կգնա եւ կհանդիպի Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանը կգնա կհանդիպի Միշուստինի հետ, Նիկոլ Փաշինյանը ում հետ էլ հանդիպի, այդ քաղաքականությունը չի փոխվելու, որտեղ Ռուսաստանի Դաշնության նպատակը չի փոխվել։ Սա միանշանակ է։ Եվ ես կարծում եմ, որ Միշուստինի հետ հանդիպումը ընդհանրապես անիմաստ էր։ Ամենայն դեպս ոչ Մոսկվայում, ոչ Պետերբուրգում, Ռուսաստանի Դաշնության հայտնի երկու մայրաքաղաքներում, այլ Եկատերինբուրգում կազմակերպված ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությունը, որը ի տարբերություն հետ խորհրդային տարածքի մյուս երկրների վարչապետներից մեկ աստիճանակարգով բարձր է, նա նախագահների հետ պետք է հանդիպի, ոչ թե վարչապետների, գնալ հանդիպել Միշուստինին եւ Միշուստինի հետ հանդիպման նույնիսկ օրը ստանալ են պայմանների ամբողջ բաղադրացանկը, թե Ռուսաստանը Հայաստանից ինչ է պահանջում, սկսած ատոմակայանից վերջացրած երկաթուղիով, դա ում էր պետք։ Դա ում էր պետք, ես կրկնում եմ, Ռուսաստանի Դաշնությունը իր պահանջները Հայաստանի Հանրապետությունից, իր պայմանները երբեք չի փոխելու եւ բացարձակապես անակնկալ չեմ կարծում կլինի շատերի համար, եւ Ռուսաստանի Դաշնությունը օրինակ ձմռանը որոշի, որ կամ գազի գինը բարձրացնում է, կամ սկսում են այդպես վերանորոգման բուրժն աշխատանքներ եւ Հայաստանի Հանրապետություն գազ չի մտնում, դե լարսնել հավիտենական բնական պայմաններով ձյուն կգա, ինչ կլինի, չգիտեմ։ Բայց ինչու իսկապես մտածում էին, որ Կարապետյանն այստեղ կարող է վարչապետ դառնալ։ Նրանք չէին կարծում, որ Կարապետյանն այստեղ կարող է վարչապետ դառնալ, նրանք փորձում էին Հայաստանի Հանրապետությունում ստեղծել անկայուն իրավիճակ։ Իսկ այդ քայլերը վստահեցնում եմ, ձեզ իսկապես շատ ազդեցիկ էին։ Համենայն դեպս Ռուսաստանը իր ողջ գործիքակազմը օգտագործեց ավելին, քան հնարավոր է, ավելին քան արվեց, պարզապես անհնար էր, բայց Ռուսաստանը արդյունքի չհասավ իր ծրագիր մաքսիմումի տեսակետից։ Այո, Ռուսաստանը եղաշրջում այստեղ չարեց։ Ռուսաստանը դրեց դանդաղ գործողականներ։ Իդեմս այն բոլոր պատգամավորների, որոնք քաղաքացիական պայմանագրի բացի հայտնվել են այսօր խորհրդարանում։ Եվ այդ դանդաղ գործողականների խնդիրը պետք է լինելու հնարավորինս արդյունավետ, հնարավորինս արագ քայքայիչ գործունեությունը իրականացնել, փորձել համադրել թե փողոցը, թե խորհրդարանը, փորձել անվերջ բոլոր այն օրինագծերը, որտեղ փոքր իսկ կշոշափվի Ռուսաստանի շահը դուրս գալ այդ օրինագծերի դեմ, անվերջ բացատրել, որ քաղաքացիական պայմանագիրը
ապակառուցողական է, որ քաղաքացիական պայմանագիրը Հայաստանի Հանրապետությունը տանում է թրքացման, որ քաղաքացիական պայմանագրի գործունեության հիմքում դրված է ոչ թե ինքնիշխանությունը, ոչ թե պետության զարգացումը, այլ Հայաստանի Հանրապետությունը հիմա էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, չգիտեմ, վասալը, ստրուկը, թեպետ այդ երկրները ընդհանրապես վասալ ու ստրուկ այդ փոխհարաբերությունները որևէ երկրի հետ չեն ընկալում դարձնել եւ այս ամեն ինչը արվում է սոսկ մեկ հարց լուծելու համար Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու այս է լինելու նրանց քաղաքականության առանցքում եւ նրանք դա անելու են փոփոխական հաջողությամբ նրանք դա անելու են նաեւ դատարաններում որոշակի դատեր շահելով, որովհետև ինչ, բայց իշխանավարման 8 տարում քաղաքացիական պայմանագրին դատական համակարգի բարեփոխումները այդպես էլ չհաջողվեցին եւ ես կարծում եմ, որ դա Հայաստանի ինքնիշխանության համար լրջագույն մարտահրավեր է, որովհետև երբ դու արտադրությունը, արդյունաբերությունը, տնտեսությունը հանգեցնում ես սոսկ շինարարության որը շատ կարևոր է, գերկարևոր է, թող տպավորություն չստացվի, որ ես շինարարության դեմ եմ, չէ, դա անհրաժեշտություն է, բայց դա միակ անհրաժեշտությունը չի, եւ կան գերակայություններ, դու պետք է լինես մրցունակ ապրանք արտահանող երկիր, եւ այդ մրցունակ ապրանքը չպիտի լինի միայն գյուղմթերք Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության ընդերքը մեզ ոչ պակաս հնարավորություններ է տալիս, քան տվել է Ադրբեջանին իր նավթ ու գազով։ Եվ 21-րդ դարի նոր տեխնոլոգիաները բերում են հենց այն բնական պաշարների գերկարևորումը, որ ունի Հայաստանի Հանրապետությունը։ Այդտեղ արդեն նավթը գազը կարող են 64-րդական պլան մղվել։ Մենք այդ ուղղությամբ ինչ ենք անում։ Մենք ապավինում ենք ամերիկացիներին տրիպին կգան այստեղ, չգիտեմ ինչ կանեն, կիսահաղորդիչներ եւ այլն։ Մենք ոչ թե պետք է սպասենք, թե ամերիկացիները մեզ ինչ ծրագիր կպետք բերեն հայ ամերիկյան համատեղ հուշագրի պահանջներին, այն մենք պետք է ծրագրերը վերցրած Վաշինգտոնի դռները ջարդեինք, հիմա ինչ անում է Ադրբեջանը, փորձելով այնտեղ տեղափոխել են բոլոր հաբերը, բոլոր կենտրոնները, որ նախատեսված են Հայաստանում։ Ինչ սպասել եռագլուխ պատերազմի կուսակցության ինչպես վարչապետներ նշում նախընտրական շրջանում առաջնորդների մասով Ծառուկյանն էր ձերբակալվել, մեղադրանքներ են առաջադրվել նաև նրան, Փաշինյանը նաև նշում է Ռոբերտ Քոչարյանին անպայման նստեցնելու իր ձևակերպումներն եմ ասում, Սամվել Կարապետյանն է անցնում քրեական գործերով, մի բան, որ օրինակ նախընտրական շրջանում հաճախ Փաշինյանին մեղադրում են, ինչու մինչև հիմա չի արվել, եւ առաջիկա տարիները ինչ հնարավորություններ ստեղծում իսկապես այս մարդկանց մեղավորությունը բարձելու իմաստով տարբեր գործերով Եթե քաղաքացիական պայմանագիրը շարունակի առաջնորդվել բռնեմ բաց թողնեմ համակարգով ոչինչ էլ չսպասեք Իմ ասած անհիմն չի իմ ասածը հիմնված է 8 տարիների անցած արդարադատության նաև արդարադատության համակարգի գործողությունների հետևանքով ստացված իրավիճակին Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է ոչ թե ինչ-որ, չգիտեմ, իբրև նախագահ ինչ-որ հրամանագիր ստորագրել, չստորագրելու, կառավարության որոշում ստորագրել, չստորագրելու համար, Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է Հայաստանի Հանրապետության իբրև պետության ազգային շահը դավաճանելու մեջ։ Ազգային շահի դավաճանություններ Ռուսաստանի Դաշնությանը հանձնել հայկական երկաթուղին, կոնցեսիոն կառավարման։ Ազգային դավաճանություններ, այո, բացարձակապես ազգային դավաճանություններ, ընդամենը 98 միլիոն պարտքի դիմաց, այնպիսի ձեռնարկություններ հանձնել Ռուսաստանի Դաշնությանը գույք պարտքի դիմաց ծրագրով, որտեղ տեղակայված գույքը ընդամենը մեկ մարզ գործարանում տեղակայված գույքը բազմակի գերազանցում էր այդ 198 միլիոն պարտքը, դա ազգային դավաճանություններ։ Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա այդ տնտեսական հզորությունների ոչնչացման համար։ Ես ընդամենը 2 օրինակ բերեցի, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այդ ցանկը շատ երկար է։ Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախկին իշխանություններին տրվի քաղաքական գնահատական, այդ քաղաքական գնահատականը պետք է տրվի
իրավական ողջ քաղաքական իրավական ողջ սպեկտրում նրանց արած եւ հատկապես չարած քայլերին Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրել բանակը կազմալուծելու մեջ պարզապես բանակը կազմալուծելու մեջ Ռոբերտ Քոչարյանին պետք է մեղադրել որ նա այնքան քաղաքական հեռատասություն չուներ որ չէր հասկանում որ Հայաստանի Հանրապետության անվտանգության միակ երաշխավոր Արցախի Հանրապետության միակ երաշխավոր արգելով Ռուսաստանի Դաշնությանը վտանգում էր թե Արցախը, թե Հայաստանի Հանրապետությունը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը այդ ընթացքում հրաշալիորեն շատ ավելի արդյունավետ, շատ ավելի արձակողական զենքերով զինում էր Ադրբեջանին եւ ասում էր բիզնես, ոչինչ քաղաքական, ոչինչ անձնական, բիզնես, ընդամենը բիզնես։ Գիտեք, եթե այդ ամբողջը դնում եք ու փորձում եք հասկանալ թե ինչ է կատարվել Հայաստանի Հանրապետությունը բազմակի դավաճանվել է եւ դավաճանվել է իր իշխանության ձեռքով որտեղ Հայաստանի Հանրապետության իբրև պետության շահ հասկացություն գոյություն չի ունեցել գոյություն է ունեցել մեկ խնդիր հավատարմություն մայր Ռուսիային որտեղ ռուսները քիմիա ունենք ռուսների հետ ռուսները մեզ չեն դավաճան իսկ ռուսները այդ ընթացքում փոխել էին իրենց քաղաքականությունը համենայն դեպս 2007-ին Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում Պուտինի ճառը պատմական էր այդ իմաստով դե ֆակտո հակապատմական որովհետև այդ 2007 թվականից սկսվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքականության արմատական շրջադարձային փոփոխությունը որը հետագայում իր ավերմունքները կործեց նաև Հարավային Կովկասում որը հետագայում դարձավ Ռուսաստանի հարձակում Ուկրաինայի վրա որևէ մեկը արտաքին քաղաքական ներքաղաքական այդ ամեն ինչը չէր գնահատում զարգացումները չէր հաշվարկում ուր կարող են տանել ուր են հասցնելու ինչու է Ռուսաստանի Դաշնությունն անverջ կանխում հայ-թուրքական որևէ հարաբերության ձևավորում ինչու Ռուսաստանի Դաշնությունը թույլ չի տալիս հայ-թուրքական սահմանի բացումը դա ամեն ինչը պետք է հաշվարկել իսկ մենք փորձում ենք թե Ռոբերտ Քոչարյանի պարագայում թե Սերժ Սարգսյանի պարագայում ինչու ոչ նաև Սամվել Կարապետյանի պարագայում Գագիկ Ծառուկյանի մասին արդեն էլ չասեմ իդեպ ես այդպես էլ չհասկացա թե խեղճ առուսներն ինչ մեղք էին գործել համենայն դեպս 8 տարի իրենց համար ապրում էին ու որևէ մեկին կարծես չէին խանգարում այս խնդիրների մասշտաբները պետք է փոխել մարդկանց պետք է ներկայացնել իրական մեղադրանքներ որոնց պատասխանը շատ գրեթե չեն կարող տալ որովհետև այդ իրական մեղադրանքների հետևանքները 20-20-ն է եղել 20-20-ն է եղել Եռաբլուրի մեծացումն է եղել եւ այն վիթխարի այնուամենայնիվ Դամոկլյան սուրը որ դեռ մինչեւ այսօր կախված կլիներ Հայաստանի Հանրապետության գլխին եթե Հայաստանի Հանրապետությունը շարունակեր մնալ այս հերոսական անձանց պատկերացրած Բերմունդյան եռանկյունում Ռուսաստանի ենթակայության տակ Հայաստանի Հանրապետությունը ճեղքեց այդ շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը հասկացավ որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն է կանխում 2020-ից հետո պատերազմը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի զանգերն են Սյունիքը պահում հայկական եւ ամնի դեսպանի Երևան չգալը Սյունիքում ապրելն է Սյունիքը պահում հայկական, եթե եվրադիտորդներն են Ադրբեջանի ագրեսիաները կանխում, եվրադիտորդները, անզեն եվրադիտորդները պարզապես Ադրբեջանի ագրեսիաները կանխում են Հայաստանի Հանրապետության իրական դաշնակիցների սպեկտրը փոխվել է։ Հայաստանի Հանրապետության իրական դաշնակիցը դարձել է Եվրամիությունը եւ դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ Եվրամիությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության հետ ունեն շահերի համընկնում։ Նրանք մեր գեղեցիկ աչքերը չեն գնահատում, թեպետ մեր աչքերը շատ հաճախ իրոք գեղեցիկ են։ Նրանց գնահատում է տարածաշրջանի դերը, տարածաշրջանի աշխարհագրությունը, նրանց պետք է խաղաղություն, նրանց պետք է որ այս ճանապարհները հաղորդակցողները բացվեն եւ միջինասիական հանրապետությունները կապվեն Եվրոպայի հետ։ Նրանց պետք է Իրանի հարցի վերջին հաշվով լուծում եւ նրանց պետք է աշխարհում ոչ թե ինչպես Ռուսաստանն է իր, ինչ ասեմ, հետխորհրդային տարածքի համենայն դեպս
ոչ պատմության ընթացքում բոլոր նախկին հանրապետությունների հետ հարաբերվել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն կարգավիճակով, որպեսզի հավիտենական գնա խաղաղարար փրկիչ լուսապսակով չասեմ էլ ինչ լինի, բոլորին փրկելով, իրականում բոլորին զոհելով, միայն սեփական շահը պաշտպանելով, արևմուտքը այդ կատեգորիաներով չի առաջնորդվում, արևմուտքին պետք է խաղաղություն, արևմուտքին պետք է զարգացում, արևմուտքը ունի նոր տեխնոլոգիաներ եւ արևմուտքը անում է ներդրումներ։ Եկեք այնուամենայնիվ արձանագրենք, վերջին անգամ եւ 100,000% արձանագրենք, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը առաջարկելու ոչինչ իրականում չունի, ոչ այդ հնարավորությունը ունի, ոչ այդ ցանկությունը ունի։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը առաջարկելու ոչինչ չունի, բացի սպառնալիքներից, բացի պատժամիջոցներից, սա է իրականությունը։ Փոխարենը արևմուտքը առաջարկների հեղեղ, առաջարկների հորձանք է բերում, որովհետև այդ հնարավորությունները ունի եւ որովհետև ունի տարածաշրջանը, ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև տարածաշրջանը զարգացնելու, տարածաշրջանում իրավիճակ փոխելու, տարածաշրջան առ տարածաշրջան իրավիճակ փոխելու, որտեղ ստեղ միայն Հարավային Կովկասը չէ, որտեղ կա նաեւ մեծ մերձավոր Արևելքը, որովհետև կա նաեւ Միջինասիական հանրապետությունները, այն մայրցամաքներ են կարգավորվում հիմա եւ այդ մայրցամաքների խաչմերուկում հայտնված Հայաստանի Հանրապետությունը ընտրության այլևս այլընտրանք չունի։ Հայաստանի Հանրապետությունը հիմա ինչ էլ նույնիսկ եթե Միշուստինը երեք Փաշինյանին ասեր հանում ենք բոլոր պատժամիջոցները, ընդհանրապես մենք ձեր բարեկամն ենք, չէր աշխատելու, որևէ իր բան արդեն որևէ ձեռքբերումից հրաժարվել անհնար է, որևէ իրավիճակ փոխել անհնար է։ Մենք պետք է գնանք հնարավորինս էլ եմ ասում, ռիսկային ճանապարհները հավասարակշռելով, ռիսկերը նվազեցնելով, մեծ արդյունքի հասնելով, որտեղ եթե մենք շարունակենք այսպես էլի, հապկից դուրս չեն գալիս ռիսկային է, ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս հավասարակշիռ տարածաշրջանացում եւ այլն, վստահեցնում եմ ձեզ, այդ ամեն ինչը մեզ հանգեցնելու է մի օր շատ մեծ հարցականի։ Իսկ արդյոք դուք դա երբ անում էիք, որևէ արդյունք ակնկալում էիք։ Շնորհակալություն Տիկին Ադամյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար